Հետևորդներ ջան, կարի սիրահարներ, ամենաշատը, այսօրվա աշխատանքներիցս մեկը ցույց տամ, թե ինչ եմ պատրաստվում անել։ Այս մեկի արդյունքը ավարտեմ ցույց կտամ, կաշվե ձեռնոց է, ինքը այսենց վնասված է։ Սա ցույց եմ տալիս դոյի պոսլեի նպատակով։ Այսպես, հաջորդը, ուրեմն, դրապից պիջակ է ինքը, տեսեք, իրա այս կնոպկաները տեղափոխում եմ, քանդածս տեղն է, այս էլ որ պետքա տեղադրեմ։ Ուրեմն, կարի գաղտնիքներից մեկը ձեզ սովորացնեմ, որը որ նույնպես գործում է վիլյուրե թավշե, այսպես կոչված, հայերեն ասած, թավշե մատերիալների վրա։ Երբ որ մենք ինչ-որ մի բան կարը քանդում ենք, ձևափոխում ենք, տեղափոխում ենք, ինքը այսենց հետքեր է թողնում, դաջվածքներ է թողնում։ Տեսեք, մոտեցնեմ, որ ավելի պարզ լինի։ Այդ դաջվածքները վերացնելու նպատակով սա վերաբերվում է այս դրապներին, որ իրանք սենց խավով են, վերաբերվում է նաև որոշ դեպքերում մորթիներին, մորթիների վրա համեմատաբար ավելի զգուշ պիտի վարվենք, վերաբերվում է վիլյուրե և վիլվետից մատերիալներին, երբ որ այսպես դաջվածքներ են մնում, ես այս հատվածը լավ թրջելու եմ ջրով ու ատամի խոզանակով, որը որ իհարկե դե էլ օգտագործման ենթակա չի որպես ատամի խոզանակ, ատամի խոզանակով այսպես ամուր այսպես սկսելով ֆենով չորացնում եմ, իր այս խավին հակառակ ուղղությամբ խոզանակը քսում եմ և արդեն թաց մատերիալը, այսպես ասած, հետ եմ սանրում, այսինքն հետ եմ սանրում այս դաջվածքի հատվածը և իհարկե ստանում եմ ցանկալի արդյունքը։ Սա այն գաղտնիքն է, որը որ շատ ու շատ վարպետներ, դերձակներ դեռևս չգիտեն։ Ես շատ եմ շփվել մարդկանց հետ, գիտեմ ինչ եմ ասում։ Այսքան բան, այսօր էլ սա։